Ռուսաստանն ընդլայնում է ապատեղեկատվական արշավը Հայաստանում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նշել է, դա տեղի է ունենում Հայաստանում հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ։ Այս տարի նման արշավների հիմնական թիրախը Մոլդովան է եղել, հավելել է Կալասը։ Բաքուն պնդում է, որ Եվրամիություն Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Այդ երկրի արտգործնախարարությունից նշել են, թե փաստաթղթում ներառված մի շարք հարցեր լուրջ մտահոգություն են առաջացնում Բաքվում։ Մասնավորապես Ադրբեջանն անընդունելի է համարում փաստաթղթում հիշատակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր արտահայտությունը, ինչպես նաև այս հարցի սահմանումը որպես Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթություններից մեկը։ Բաքվին դուր չի եկել նաև հայ գերիների մասին հիշատակումը։ Եվրամիության եւ Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական նոր օրակարգն ընդունվել է գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո դեկտեմբերի 2-ին Բրյուսելում։ Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21%-ն ուղղվելու է պաշտպանության եւ ազգային անվտանգությանը, հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը։ Նրա խոսքով ուժային կառույցներին ուղղվող ծախսերը 2026 թվականին կազմելու են $5 միլիարդ 100 միլիոն։ Ասադովն անդրադարձել է նաեւ ռազմական արդյունաբերության զարգացմանը, նշելով, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է այնպիսի արդյունաբերական կլաստեր ստեղծել, որը կապահովի թե ներքին պահանջարկը, թե արտահանման հեռանկարները։ Հայաստանում սուրբ շնչառական վարակներով պայմանավորված մանկապարտեզներում եւ դպրոցներում դասապրոցեսները դադարեցնելու իրավիճակ չկա, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նրա, այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման։ Միաժամանակ ախտանշաններ չունեցող քաղաքացիներին նախարարը կոչի արել պատվաստվել, նշելով, որ Հայաստանում այսօր շրջանառվում է գրիպի A տեսակը, որը բավականին ագրեսիվ է։ Գործարար Սամվել Ալեքսանյանը նախատեսում է հերթական մոլը կառուցել, այն լինելու է Փարաքար համայնքի թայերով բնակավայրում, նախագիծը ներկայացվել է Շմակ փորձաքննության։ Դիմողը Սամշող ընկերությունն է, ըստ պետրեգիստրի հիմնադրել է Ալեքսանյանի կինը Շողերինա Մկրտչյանը 2022 թվականին։ Շինության առաջին հարկում նախատեսվում են սուպերմարկետ եւ այլ առևտրի տաղավարներ, իսկ երկրորդ հարկում ֆուդ-կորտ։ Դեկտեմբերի լուսինի գիշերը Կահիրեից Մոսկվայի ժամանել Միացյալ Նահանգներից արտաքսված Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը հաղորդվում է, որ տղամարդկանց ժամանելուն պես Զինկոմիսարիատի ծանուցումներ են հանձնել։ Ռուսաստանցիները Եգիպտոսի մայրաքաղաք են տեղափոխվել Արիզոնայից հատուկ չվերթով։ Միացյալ Նահանգներից ռուսների նախորդ 2 զանգվածային արտաքսումները տեղի են ունեցել այս տարվա հունիսին եւ օգոստոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր անօրինական միգրանտների եւ ապաստան խնդրողների արտաքսման մակարդակը, որոնց դիմումները չեն ընդունվել, աճել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։ Նա հայտարարել է, Ուկրաինայում պատերազմն օգտագործում են ընտրություններից խուսափելու համար, բայց ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա եւ գուցե Զելենսկին հաղթի, հավելել է Թրամփը։ Ուկրաինայի օրենսդրության համաձայն ռազմական դրության ժամանակ ընտրությունները, այդ թվում նախագահական եւ խորհրդարանական, կասեցվում են։ 2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժումից հետո հայտարարված ռազմական դրության պատճառով 2023 թվականի հոկտեմբերի Ռադայի ընտրությունները եւ 2024-ի մարտի խաղաղ ժամանակ կայանալիք նախագահական ընտրությունները Ուկրաինայում չեն անցկացվել։ Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված Հայաստանի ամբողջ տարածքում այսօր երեկոյան եւ դեկտեմբերի 10-ի գիշերը տեղումներ են սպասվում։ Հանրապետության որոշ շրջաներում դրանք կլինեն ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով, Երևանում նույնպես սպասվում է անձրև, առանձին հատվածներում հորդառատ։